ջան, այսօր մենք գտնվում ենք մի վայրում, որը շրջապատված է այնպիսի իրերով, այնպիսի գույքով, փաստաթղթերով, որոնք ժամանակին պատկանել են, եւ ոչ միայն ժամանակին, այլ մի ամբողջավարժություն պատկանելի է մի մարդու, ով որ հայ պատմության մեջ այ ժողովրդի կյանքում ունեցել է հսկայական ներդրում, Հայաստանի զարգացման գործում ունեցել է հսկայական դեր։ Մենք գտնվում ենք Կարեն Դեմիրճյանի անվան թանգարանում եւ այսօրվա մեր դասը նվիրված է Դեմիրճյանի կյանքին, գործունեությանը։ 92 թվականի վերջին կենտրոնական կոմիտեի պլենումում Կարեն Դեմիրճյանը ընտրվեց Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քարտուղար։ Իր պաշտոնավարման ընթացքում նա կարողացավ ավելի մեծ հնարավորություն ստանալ մասնակցելու Հայաստանի Հանրապետության տնտեսական համապարփակ զարգացմանը, ինչպես նաև մասնակցելով ժողովների նիստերի, ակտիվիստական հավաքների, ուսումնասիրելով եւ վերլուծելով ստեղծած իրավիճակը, նա կարողացավ ավելի մեծ դեր ունենալ Հայաստանի տնտեսական զարգացման գործում։ Հայտնի հոլովակ, որտեղ ասում է, որ երեխան դպրոցից պետք է դուրս գա կրթված։ Այսինքն կրթությունը քաղաքական գործիչի համար եղել է համար 1 համակարգը, որից հետո պետք է մարդը հասարակության մեջ մտնի կրթված, խելացի եւ նրա բոլոր ուժերը ծառայեին հասարակության զարգացմանը։ Հաստատուն քայլերով մենք հասել ենք դրան, որ Նախիջևանից տարանջատվել է մեր ճանապարհը, չէ՞ ժամանակի, եթե լսել եք, կարդացել եք, գիտեք, որ ժամանակի Նախիջևանով էին մեղրի գնում, մենք առանձին ճանապարհ չունեինք։ Դեմիրճյանի կինը Տիկին Ռիման ասել է, որ նա շատ անմիջական մարդ է եղել եւ բոլորի հետ շփվել է հավասարը հավասարի հետ, այդպես պատճառով նրա հետ շփվելը շատ հաճելի է եղել։ Նա նաեւ ասում էր, որ նրանց ամենաերջանիկ տարիները եղել են այն ժամանակ, երբ որ Կարեն Դեմիրճյանը 56 տարեկանում դուրս եկավ քաղաքականությունից եւ իրեն լիովին տրամադրեց ընտանիքին։ Նաեւ նրանց ամենահետաքրքիր կոնֆլիկտները եղել են հնդկական ֆիլմերի շուրջ, քանի որ Դեմիրճյանը ասում էր Հնդկաստանը լինելով մեծ, բայց թեր զարգացած պետություն, ամեն կերպ փորձում էր իր մշակութային արժեքները, ընտանիքի հանդեպ սերը ցույց տալ իր ֆիլմերում։ Սիրելի սովորողներ, այսպիսով մեր դասը ավարտվեց եւ սա լայն հնարավորություն էր, մեծ հնարավորություն էր ծանոթանալու մեծայի անձնական եւ գործնական կյանքին։ Ցավոք սրտի 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ազգային ժողովի վրա տեղ ունեցավ ահաբեկչական հարձակում, որի հետևանքով սպանվեցին Կարեն Դեմիրճյանը, Վազգեն Սարգսյանը եւ եւս 6 պաշտոնատար անձինք։ Եվ մենք այսօր գտնվում ենք մի աշխատասենյակում, որը պատկանել է Կարեն Դեմիրճյանին։ Եվ այս աշխատասենյակում նստած ստորագրել է այն կարևոր որոշումները, որի արդյունքում Արտասեվան ջրանցքն է բացվել, Մարզանավերգային համալիրը, մետրոպոլիտենը եւ շատ կարևոր գործարքներ ստորագրվել են հենց այս աշխատասենյակում։ Եվ հուսամ այս մեր դասը մեզ համար կլինի մի խթանիչ ուժ հասկանալու, թե ինչ հատկանիշներ պետք է ունենա առհասարակ առաջնորդը, որը կդառնա պաշտոնյա եւ այդ պաշտոնավարման արդյունքում էլ հասարակական շահը ավելի վեր կդասի, քան անձնական շահը։ Շնորհակալ եմ։